Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է Իրանագետ Նվեր Դավթյանը։ Բարև, պարոն Դավթյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իրանում չեն դադարում արդեն մոտ 10 օր, մի փոքր ավել, հակակառավարական ցույցերը, ինչպես կարելի է հասկանալ, դրանք բավականին բազմաշերտ են, թե կազմակերպիչների, թե մասնակիցների առումով, ինչ պատկեր է հիմա եւ կա արդյոք իշխանափոխության վտանգ, հավանականություն։ Այո, վերջին շրջանում, հատկապես վերջին տարվա ընթացքում Իրանի տնտեսական վիճակը բավական սկսեց բարդանալ, կապված մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, որի շուրջ եւ իշխող կառավարության ներկայացուցիչներն են բարձրաձայնել, տարբեր գործիչներ, ընդհանուր նաեւ դեկտեմբերի 25-ի դրությամբ արտգործնախարար Աբբաս Արաղչի եւ երկրի ներսում նաեւ խնդիրը հասավ ժողովրդի մակարդակում, բնականաբար թանկացումների մասով, որ իրեն դա է հուզում, տնտեսվարողների մասով անկայուն արժույթի կուրսը, որը խանգարում է կանոնավոր առևտրատնտեսական, այսինքն շփումներ, թե միջազգային մակարդակում, թե երկրի ներսում։ Այս բոլորի թիկունքում, այո, հետևից կա նաև իր քաղաքական հնարավոր ռիսկերը, համապատասխան լուծումներ չգտնվելու դեպքում։ Բայց դրանից զատ կա նաև արտաքին միջամտության, այսինքն ռիսկը, որ տիրող իրավիճակը, որը եթե նույնիսկ օբյեկտիվ մակարդակում փորձենք հասկանալ, դիտարկել, այնուամենայնիվ արտաքին միջամտության դեպքում կարող է այլ ընթացք ստանալ։ Իշխող կառավարության քաղաքականությունը, որը իրականացվել է դեռևս 24 թվականից, 1.5 տարի, այդ ընթացքում նաև 12 օրյա պատերազմը, ընթացիկ պատժամիջոցները, որոնք կային եւ դրանց նաև լրացուցիչ խստացումները, այս բոլորը համալիր կերպով իրենց ազդեցությունն են ունեցել, որ երկրի տնտեսական վիճակը ել ավելի վատանա։ Ներկայիս դրությամբ, եթե իրադարձությունների ընթացքին ենք հետևել եւ փորձենք դրանով դատել, իշխանությունը, իրավապահ ուժերը դեռևս վերահսկում են իրավիճակին, բայց ռիսկերը դրանք աճելու առկա են, եթե առաջարկված լուծումները, տնտեսական բարեփոխումների լուծումները, որոնց մի մասը ժամանակավոր լուծումներ են, մի մասը համակարգային լուծումների մաս են կազմում, եթե դրանք արդյունավետ չլինեն, բավական լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այսինքն հանրային դժգոհություն կարող է ձևավորել։ Այս պահի դրությամբ, եթե փողոց են դուրս եկել հիմնականում առևտրականները, խանութպանները, փոքր տնտեսվարողները, թանկացումների պատճառով նաև հասարակ քաղաքացիներ, բնակչություն, այսինքն հիմնական տնտեսական պահանջ ներկայացնող։ Սա որպես օբյեկտիվ բողոք, դժգոհություն տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունվում է իշխանության կողմից։ Ճանաչում են, նաև խոստովանում են, որ իրենց մեղավորության բաժինը կա այստեղ։ Բայց ինչ լուծումներ են առաջարկում այդ կարգավորելու համար եւ ինչ արդյունավետությամբ դրանք կիրագործվեն, ցույց կտա ժամանակը։ Առաջարկված լուծումներից տնտեսվարողներին որոշակի արտոնություններով հարկային միջոցների տրամադրումն է։ Կուպոնային, այսինքն քարտերի, էլեկտրոնային կուպոնային քարտերի տրամադրումներ հասարակ բնակչությանը յուրաքանչյուր շնչի հաշվով 1 միլիոն թումանի չափ, որպեսզի կարողանան այն գնաճի տարբերությունը, որը առկա է, կարողանան կոմպենսացնել։ Իմիջիայլոց այս տեխնոլոգիան ոչ այս ձևով, ձևաչափով դեռևս Ահմադինեժադի ժամանակ էլ կիրառվել էր, շուրջ 1 տասնամյակ գործեց, բայց նրանից հետո եւ այդ ինֆլյացիայի պատճառով
այլևս իմաստ չուներ նույն չափ գումար տրամադրել, որը այլևս արժեք չուներ։ Հիմա դրա թարմացման կարիքը կար։ Թե ինչու ավելի վաղ չսկսեցին դա անել, կարծում եմ կառավարության թերացումներից մեկն է եղել։ Եթե այդ լուծումները ամեն դեպքում առաջարկվեն եւ կիրառվեն, բայց չկա արդյոք հավանականություն, որ այդ բողոքավոր զանգվածի մի մաս ամեն դեպքում առաջ է քաշում կամ առաջ կքաշի քաղաքական պահանջներ, իշխանափոխության պահանջներ եւ այն ժամանակ ոչ մի տնտեսական, սոցիալական, ֆինանսական լուծում էլ իրավիճակը չի հանդարտեցնի եւ հատկապես դրսից միջամտության պարագայում ամեն դեպքում այդ պետության հիմքերը, իշխանության հիմքերը կխարխլվեն։ Կարող է դա լինել, եթե կառավարությունը արդյունավետ չկարողանա գործել եւ լուծումներ գտնել։ Այդ դրա բացակայության դեպքում կարող է իսկապես դառնալ քաղաքական, այսինքն քաղաքական իշխանության նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորել եւ պահանջը ներկայացվել արդեն քաղաքական իշխանության փոփոխության տեսքով։ Պարոն Դավթյան, տեղեկություններ կան, որքանով որ դրանք մեզ հասանելի են, ինչքանով որ մենք կարող ենք բաց աղբյուրներից հետևել, դեպքեր կան, որ ուժային կառույցների աշխատակիցները, ոստիկանները շատ դեպքերում որոշ դեպքերում ծափահարում են ցուցարարներին, նույնիսկ Ռեզա Փահլավիի անունն են տալիս, ողջունում են, այսինքն եթե ուժային կառույցները եւս քիչ-քիչ սկսում են ներգրավվել այդ ցույցերի մեջ, նրանք եւս անցնում են ցուցարարների կողմը, արդյոք սա չի նշանակում, որ իշխանության գնացքը կոպիտ ասած գնացել է կամ այդ ճանապարհին է։ Պետք է նման ինֆորմացիաների հետ կխնդրեի շատ զգույշ լինել, որովհետեւ նույն օպոզիցիոն այնպիսի լրատվականներ, որոնք Իրանից դուրս են գործում, այս վերջին օրերի ընթացքում զարգացումների լուսաբանման ժամանակ այնպիսի բացահայտ, կոպիտ, նույնիսկ կեղծ լուրերի տարածման փաստեր են գրանցվել, ինչպես օրինակ շատ այլ թեմաների օրինակների վրա չանդրադառնամ, որ ակցիայի մասնակից երիտասարդներ երկու փաստ կա գրանցված ինձ մոտ ակցիայի մասնակից ակտիվիստներից նշել են, որ ոստիկանների կողմից գնդակոծվել է եւ մահացել է։ Եվ առավոտյան բացահայտվել է, որ այդ անձը ողջ է։ Մի քիչ պետք է զգույշ լինենք, որ օրինակ իրավապահները միացել են, չգիտեմ, ցուցարարներին եւ այո, քաղաքական իշխանության բարձրագույն նույնիսկ մակարդակով հնչեց հայտարարություն, որ պետք է կոռեկտ գործել ցուցարարների հետ, խաղաղ ցուցարարները, իրական ցուցարարները, ֆինանսատնտեսական վիճակի, գնաճի պատճառով փողոց դուրս եկած ցուցարարները ժողովրդի մասն են, իրենց մասն են եւ նրանց հետ պետք է լինի բավական օրինաչափ, օբյեկտիվ մոտեցում, վերաբերմունք, բայց սրանից պետք է առանձնացնենք զանգվածային անկարգություններ իրականացնող սադրիչ խռովարարների գործողությունները։ Իսկ հետաքրքիր է դրանց տեսակարար այս պահին կարող են գնահատել ինչքան չէ։ Այդ սադրիչների տեսակարար ընդհանուր ցույցերի մասնակիցների մեջ, թե դժվար է այս պահին տարանջատել։ Մեծ չեն։ Մեծ չեն քանակապես եւ իրենք նույնպես նկատում են, որ հանրային լայն աջակցություն չունեն։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ բնական ցույցի ընթացքի ժամանակ փորձել են միանալ եւ սադրել շարժումը տանել այլ քաղաքական կարգախոսներով, հակակառավարական կոչերով այլ ուղղության, ցուցարարները իրենց միջից դուրս են մղել։ Ինչն էլ որոշ դեպքերում, սա էլ կա արձանագրված, ինչն էլ որոշ դեպքերում նաեւ հանգեցրել է նրանց, այսինքն խռովարարների, սադրիչների մասին է խոսքը, հանգեցրել է նրանց կողմից շատ գրեհիկ պահվածք, մոտեցում, նույնիսկ հաշվեհարդարի տեսքով այնպիսի մարդկանց նկատմամբ, որոնք կոչ են արել, այսինչ է կան, ինչու եք հանրային ունեցվածքը ոչնչացնում ջարդում։ Դեղատունի ինչ կապ ունի, չգիտեմ, ֆինանսատնտեսական վիճակի հետ, որ դեղատունը կոտրում եք։ Պարոն Դավթյան, շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ եւ ստանձնել իշխանությունը, ստանձնել պատասխանատվությունը, առհասարակ մտնել խաղի մեջ, երկրի ներսում դրան ինչպես են ընկալում։
նրա կերպարը։ Ունի նա քաղաքական շանսեր։ Կարծում եմ, եթե քաղաքական շանսեր ուներ, վաղուց հասարակության կողմից ընդունված կլիներ։ Կան շերտեր, որ, չգիտեմ, արտաքին քարոզչական ազդեցության պայմանավորված, ինդիվիդուալ անհատական ընկալումներով պայմանավորված, երազային ինչ-որ բաների մեջ են, պատկերացումների մեջ են, բայց կա նաև այս գիտակցումը։ Նա որտեղ է եղել, ինչ ուժերի հետ է մինչ այժմ համագործակցել, ինչ բնատուր, նաև գիտելիքների առումով կարողություններով է օժտված եւ ինչ կարող է անել Իրանի համար այս պահին, որը կարող է Իրանին դարձնել ավելի լավ վիճակում, քան այսօր է։ Այսինքն Իրանի հասարակության ներսում առանձնապես մեծ պատրանքներ չկան նրա հետ կապված։ Չէ։ Նրա Բացի դա ընդունակությունների։ պետք է հաշվի առնենք մեկ այլ հանգամանք։ Տեսեք, այսօրվա գործող իշխանությունը, թեոկրատական բնույթի իշխանությունը, առհասարակ ի նկատի ունենանք, որ Իրանի պետականությունների մեջ թեոկրատական բնույթի պետություն ունենալը դա ավանդույթ է եղել, սովորական երևույթ է։ Նորություն չի, միայն այսօրվա Իսլամական Հանրապետության գոյությամբ չի պայմանավորված։ Դա ավանդաբար այդպես եղել է, այդպես են պատկերացնում։ Բայց առանձին պետական чиновникների կողմից որոշակի չարաշահումներ, որոնք հանգեցրել են պետական իշխանության նկատմամբ որոշակի անվստահություն եւ այլն, դա բավարար չի, որպեսզի ամբողջ ժողովուրդը, ես նշում եմ ամբողջ ժողովուրդը, որպեսզի հրաժարվի այս, պատրաստ լինի հրաժարվելու այս արկա իր ունեցած իշխանությունից եւ հետևի կամ հետևորդ դառնա մեկ այլ իշխանություն, որի գործելավոճը, որի քաղաքական կարողությունները, որի շուրջ հնարավոր էլիտան, որ նույնպես անհասկանալի է ովքեր են լինելու, ովքեր են ձևավորելու այդ իշխանությունը։ Մի անորոշ իշխանություն, որը հայտնի չի Իրանի ապագան դեպի ուր կտանի։ Այս գիտակցումը նույնպես կա։ Մյուս առումով պետք է նկատի ունենանք, որ շուրջ 10 միլիոն պետական ապարատի այդ երկրում աշխատողներ կան։ Պետական ապարատի մեջ են։ Նրանց ընտանիքների անդամների քանակներով եթե հաշվենք, ստացվում է մոտավորապես 30-40 միլիոն։ Ազգաբնակչության գրեթե կեսը։ Ահա, ստացվեց կեսը։ Մի զգալի ստվար հատված բնակչության կազմում են ցեղային հանրույթները։ Քրդեր, բելուջներ, լուրաբախտիարական ցեղեր եւ այլն։ Նրանց մոտ նույնպես միանշանակ մոտեցում դիրքորոշում չկա։ Այսինքն քաղաքական այն հասուն բարձր միտքը, որ քաղաքացիական ընկալումներով փորձեն այդպիսի ինչ-որ գործողությունների գնալ։ Այս ամենը պետք է հաշվի առնել։ Եվ բացի դա, այսօրվա հոգևոր իշխանությունը նույն հասարակության բաղկացուցիչ մասն է։ Այսօրվա հոգևոր իշխանությունը բավական խորը արմատներ է դարերի ընթացքում ձևավորել հասարակության մեջ։ Փորձեր արվել են վերջին հատկապես 100 տարվա ընթացքում հոգևորականությունը սեղմելու, հոգևորականության իշխանությունը սեղմելու, բայց ժամանակավոր իմաստով դա էֆեկտիվ է եղել, բայց որոշ ժամանակ անց այն հակառակ էֆեկտն է տվել, հակառակ բացասական ազդեցությունն է ունեցել։ Հիմա գուցե ժամանակավոր իմաստով որոշակի սոցիալ-տնտեսական դժգոհություններով պայմանավորված հոգևորականության կամ նրանց իշխանության նկատմամբ գուցե ինչ-որ չափ հասարակության մեջ անվստահություն կամ իրանական սփյուռքի, որոնք դրսում են ապրում, նրանց ընկալումներում է դա ավելի շատ արտահայտված կա, բայց այնուամենայնիվ լավ, եթե այսօրվա օպոզիցիան գա իշխանության, ինչ են անելու այդ հասարակության մեջ, հասարակության այն շերտը, որը չի կարող ավանդական կրոնական ընկալումներից դուրս պատկերացումներով չի կարող նա ապրել։ Ես ասեմ ինչ են անելու նրանց։ Դիցուկ, օրինակ, կարող են գալ իշխանության, եթե արևմուտքի եւ այդ նրա կողմնակիցների, նրա սոցիալիտների տեսանկյունից նայենք, դրանք կգան իշխանության, կսկսեն ավելի պրագմատիկ քաղաքականություն տանել Ամերիկայի հետ, Միացյալ Նահանգների, Իսրայելի հետ, հարևանների հետ, սանկցիոն ռեժիմը կթուլացնեն
ներդրումները կգան, կսկսեն շատ ավելի հարմար, շատ ավելի կոմֆորտ պայմաններում իրենց միջազգային տնտեսական հարաբերությունները կառուցել եւ երկրի ներսում էլ բավական իրավիճակը կլավանա։ Այս սցենարը մենք բացառում ենք իսպառ։ Դա կարող է որոշակի բարեկեցություն ապահովել սոցիալական մակարդակում եւ այլ, բայց չմոռանանք, որ իրանական հասարակությունը ինքը մասամբ շատ մոդեռն է, հասարակության առանձին շերտ եւ հասարակության նաեւ մի ստվար զանգված ավանդապաշտ է։ Հիմա այդ ավանդապաշտ հասարակության համար ինչպես կարող է ընդունելի լինել արևմտյան այնպիսի բարքեր, որոնց ներմուծումը եւ իրանական հասարակության ազատականացումը, հա, որի փորձերը եղել են Մոհամմադ Ռեզա Շահի ժամանակ։ Ինչ ռեակցիա տվեց հենց այն ժամանակ։ Պետք է հաշվի առնենք Իրանի հասարակական, այսինքն տարբեր շերտերի այս ընկալումները։ Հասկանալի։ Պարոն Դավթյան, նաեւ մի այսպիսի հարց, եթե տեսականորեն վերցնենք, որ իշխանությունը փոխվում է, Իրանը որպես միասնական պետություն կպահպանվի, թե վտանգ կա, որ կկրկնի Իրաքի կամ Սիրիայի ճակատագիրը։ Տարածքային ամբողջականությունը, երկրի միասնականությունը մնա։ Նախ ես չէի ցանկանա այդ տեսական մասով դրա շուրջ խոսել, պատկերացումներ կամ ինչ-որ ձևակերպումներ անել, որովհետև շատ հիպոթետիկ կամ մի քիչ էլ նաև ինչ-որ առումով մասնագիտական տեսանկյունից եթե գնահատենք եւ իր վտանգների տեսանկյունից եւ իր նաեւ հնարավորությունների տեսանկյունից բավական իրականությունից հեռու է, բայց բավական մեծ վտանգներ կան դրանում։ Այսինքն Իրանի նախ առաջինը անկախությունը կզոհաբերվի այստեղ, այնպիսի այն անկախությունը, որը օրինակ չի եղել նաև Փեհլևիների դինաստիայի ժամանակ։ Բավական լավ կառուցվածքային առումով, որոշակի բարեկեցության առումով, մակերեսային բարեկեցության մասին է խոսքը։ Դարձյալ հասարակության մի ինչ-որ շերտ շատ լավ պայմաններում էր ապրում, բայց հասարակության մնացած մասը կտրված էր։ Ինչն էլ հանգեցրեց 1979 թվականի իրավիճակին, բերեց հասցրեց դրան։ Մյուսը ներքին քաղաքականություն էր այդ ժամանակվա իրականացվող, որը բարբերաբար ռեպրեսիվ քաղաքականություն էր ու շատերը կարծես թե մոռացել են այդ քաղաքականությունը։ Նաև որոշակի արտոնություններ տալով կամ առանձնացնելով, վերադաս դարձնելով, գերագնահատելով օրինակ փարսերի դերակատարությունը, լավ փարսերի դերակատարությունը գերագնահատվում էր, քրդերն էլ ասում էին, բա մենք բելուջներն էլ ասում են, բա մենք ուր կորանք այստեղ։ Բախտիարները, մյուս ցեղերը, այսինքն այդ ժամանակվա էթնիկ քաղաքականությունը, որը դրված էր նախորդ իշխանությունների ներքին քաղաքականության, ազգային քաղաքականության հիմքում, բերեց հանգեցրեց երկիրը պառակտման տանելու մի իրավիճակի։ Շիայական կոնցեպցիան բերեց որոշակի կոնսոլիդացման, բայց պետք է խոստովանենք որոշակի տնտեսական քաղաքականության մեջ թերացումների մասով, սոցիալ-տնտեսական թերացումների կամ բաց թողումների կամ նաև արտաքին պատժամիջոցների գործոններով պայմանավորված որոշակի դժգոհություն ձևավորվել է հասարակության մեջ, բայց դա վստահ լինել եւ պատկերացնել, որ կարող է դա տանել իշխանափոխության եւ նոր իշխանությունը ավելի լավը կլինի, քան այսօրվա գործող իշխանությունները, դա այդ կարծիքը այդպես Իրանի հասարակության մեծ մասը չի կիսում։ Այն, որ հիմա խուսափում են ցուցարարների հանդեպ կոշտ գործողությունների գնալուց, հա, ուժայինները, դա պայմանավորված է զուտ նրանով, որ իսկապես adekvat են գնահատում իրավիճակը եւ չեն ուզում ավելի սրել էսկալացիայի տանել, թե այստեղ իր դերն է խաղացել նաեւ Թրամփի վերջերս հնչեցրած սպառնալիքը, որ եթե դուք ռեպրեսիվ գործողությունների գնաք կրակեք ցուցարարները, մենք կմիջամտենք։ Այս վախը չկա Իրանի իշխանությունների մոտ, որ ԱՄՆ-ն ինչ-որ պայք միջամտի։ Իրենք չեմ կարծում դա անեին, դրա տակ կա եւ
քարոզչական նպատակ, Բնականաբար։ որովհետև բարբերաբար միջազգային տարբեր հարթակներում Իրանին մեղադրել են տարբեր թեմաների շուրջ, մարդու իրավունքներ եւ այլ երկրի ներսում։ Չնայած մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում իրականում։ Բայց կոնկրետ այս իրավիճակում իշխանությունները շատ լավ հասկանում են, տարբերակում են իրական ցուցարարին եւ սադրիչ խռովարարին։ Եվ հոգեոր առաջնորդի կողմից ձևակերպված ելույթում նույնպես հստակ էր դա նշված, որ ցուցարարների հետ իրական բողոք ներկայացնող իրեն սոցիալ տնտեսական գնաճի հետ կապված բողոք ներկայացնող ժողովրդի հետ կխոսենք, կերկխոսենք, բայց խռովարար սադրիչների հետ խոսելու բան չկա։ Սա ցույց է տալիս, որ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Չնայած այնուամենայնիվ մինչ այժմ քանակական առումով, ինչքան որ հրապարակվել են թվերը, քանակական առումով ավելի շատ զոհեր եղել են ոստիկանների, իրավապահ մարմինների ուժերի մեջ, քանակական առումով ավելի շատ ձերբակալվածներ հենց եղել են խռովարար սադրիչների մեջ։ Իդեպ իշխանությունները, դուք նշում եք, որ իշխանությունները խոստովանում են իրենց թերացումները, այստեղ հետաքրքիր է հենց Փեզեշքյանի պահվածքը, Փեզեշքյանի հայտարարությունը, նա եւս մոտարապես այդ ձեր նկարագրած պարադիգմայի մեջ է, մի քիչ ավելի կարծես թե ինքնաքննադատաբար է տրամադրված մնացածների նկատմամբ, սա տակտիկական հնարք է, թե հետագայում, եթե հանկարծ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա եւ ինչ-որ բան արմատական փոփոխություն լինի, իշխանափոխության նաեւ տեսքով հնարավոր հաշվի արդարից կամ պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Միայն Փեզեշքյանը չի դրա մասին խոսել, քիչ առաջ նշեցինք, որ դեռևս դեկտեմբերի 25-ին Սպահանի առևտրականների հետ Աբբաս Արաղչիի հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրաձայնվեց։ Իդեպ հետաքրքիր է գործնախարարը ինչ-որ մտում սոցիալական այդ դժգոհությունների հետ։ Տեսեք, խնդիրը որն էր, որ արկա սոցիալ-տնտեսական վիճակի համար երկար ժամանակ, այսինքն այդ խնդիրը կապվում էր արտաքին պատժամիջոցների հետ։ Իսկ արտաքին պատժամիջոցները արդեն մտնում էին արտաքին գործերի նախարարության գերատեսչության թերացումների կամ հաջողությունների մեջ։ Ուստի այս առումով արտգործնախարարի դիտարկումը եւ այս հարցին անդրադառնալը գուցե ուներ այն նպատակը, որ իրականում խնդիրները, արկա խնդիրները, օբյեկտիվ խնդիրներ են, միայն սուբյեկտիվ գործոններով չեն պայմանավորված։ Արտաքին միջամտության, այո, նրանք իրենց տեղն ու դերը ազդեցությունը ունեն, բայց իրականում կան նաև տարբեր խնդիրներ երկրի ներսում։ Հիմա շատ հարցեր կան, օրինակ, ոնց շուրջ կարելի է խոսել, հսկայական շուրջ 30-40 միլիարդ դոլար, որոնք պետք է արտաքին առևտրից ստացված, այսինքն արտարժույթից մուտք գործեին երկրի կենտրոնական բանկ չեն մտել։ Հիմա դրա պատասխանատուն ով է։ Այսինքն սառեցվել են ոչ թե սառեցվել են, ոչ, չեն սառեցվել, ստվերային տնտեսության մեջ կորել են դրանք։ Դրա պատասխանատուն իշխանությունն է առաջին հերթին։ Այո, դրա համար եւ ԱԳՆ-ի հայտարարությունը, թեկուզ այո, արտակուց թվում են միջամտություն ներքաղաքական խնդիրների մեջ, բայց իրականում դրա արմատները այլ տեղ են նաև տանում։ Ի վերջո նաև նա կրում է կառավարության որպես անդամ պատասխանատվություն։ Նաև Փեզեշքյանի, որ մեղավորները թե որտեղ են գտնվում։ Այստեղ է շատ ամենակարևոր, որ ինչքանով արդյունավետ լուծումներ, շոշափելի, տեսանելի լուծումներ հանրության համար կարող են առաջարկել, ներկայացնել, որպեսզի մեծացնեն վստահությունը։ Ես չեմ ուզում ասեմ դեռս վերականգնել, որովհետև ոչ բոլորի մոտ է բանը, բայց այնուամենայնիվ մթնոլորտը առողջացնել, իշխանության նկատմամբ վստահությունը ամրապնդվի։ Առանց դրա կարող է տանել արդեն քաղաքական հետևանքների իր լուրջ անվտանգային լրացուցիչ հետևանքներ։ Պարոն Դավթյան, իմանալով իրանական հասարակությունը որոշ չափով տրամադրություններ առհասարակ այդ երկրի ներսի սոցիալ-հոգեբանական կեցվածքը,
Անձերի փոփոխությամբ, նույն ասենք գերագույն առաջնորդի փոփոխությամբ, եթե նման հնարավորություն, նման մեխանիզմ կա իհարկե իրենց օրենսդրության մեջ, հնարավոր է իրավիճակը ինչ որ չափով լիցքաթափել, այսինքն այս բողոքը որքանով է պայմանավորված անձերով։ Տեսեք, եթե անձի մասին է խոսքը, կոնկրետ Խամենեի գիտելիքների առումով, նա ունակ է ժամերով առանց որևէ թղթի գրառման խոսել տարբեր ռազմավարական, տարածաշրջանային, տնտեսական, մշակութային, կրոնական, քաղաքական թեմաներով։ Եթե անձերի մասին է խոսքը, չեմ կարծում ավելի ինչ որ հոգեորականության մեջ Ավելի դրանից ավելի բացի դրանից բավական պատմական արդեն փորձ ունեցող անձնավորություն է նա։ Այլ է աշխարհիկ ընկալումներով, բացառապես միայն աշխարհիկ ընկալումներով ինչ որ առաջնորդի կողմից քաղաքական ձևակերպումներ, քաղաքական հայացքներ, քաղաքական նոր կոնցեպցիաներ ինչ որ ձևավորելը, բայց ուշագրավ է, որ մինչև այժմ այլ ընտրանքային ուժի մեջ ուժ որպես այդպիսին հասարակությունը դեռևս չի նկատում, որ ամբողջական որպես միավոր այդ երկրի բնակչությանը, հասարակությանը ներկայացնի ապագա ամբողջական իր բոլոր եւ ռիսկերը կառավարելու եւ տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու եւ անվտանգային հարցերը լուծելու առումով եւ նաեւ հասարակությանը պառակտման չտանելու հասարակությանը պառակտման չտանելը ամենակարևոր գերագույն խնդիրն է իրենց համար նույնիսկ այսպիսի նաեւ մտավախություն ունեն իրենք, որ եթե չստացվի նույնիսկ իշխանափոխություն արտաքին ուժերի կողմից, այնուամենայնիվ սադրելը ներքաղաքական բախումներ հրահրելը երկրի ներսում արդեն իսկ հասարակությանը տանելու է պառակտման եւ թուլացման։ Քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, նաև մի փոքր անդրադառնանք Հայաստանի վրա ազդեցության այս դեպքերի, ինչ կարող ենք ասել ձեր մեկնաբանությունը, որքանով բացասական հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի վրա, թե տնտեսական, թե մարդկային հոսքերի առումով, եթե Աստված չանի իրավիճակ այնտեղ դուրս գա կառավարելությունից։ Էլի առանձնացնենք, կարելի առանձնացնել տնտեսական, քաղաքական, անվտանգային, նաև տարբեր ուղղություններով։ Տնտեսականով, առևտրատնտեսական մասով արդեն իսկ որոշակի շոշափելի բացասական ազդեցություն ունեցել է։ Այ մի շարք գործարաններ կան, չեն կարողանում կայուն գին առաջարկել իրենց վաճառող ապրանքի դիմաց եւ մի շարք մեր գործարարներ բախվում են այդ խնդրի հետ, այսինքն ապրանքը պատվիրելու ժամանակ պայմանավորված դոլարի կուրսով 1 գին է, մի գին է եւ գործարքը իրականացնելու ժամանակ ապրանքը բարձելու ժամանակ արդեն դոլարի կուրսը փոխված է լինում։ Սա իր բացասական ազդեցությունը թողնում է։ Իսկ քաղաքական անվտանգային տեսանկյունից մեզ միանշանակ պետք է կայուն Իրան։ Սա ամենակարևորն է մեզ համար։ Այս երկրի հետ մեր պատմական հարաբերությունները, թե ժողովրդական մակարդակում, թե պետական մակարդակում պետք է լինեն շարունակական, կայուն, դինամիկ, բարեկամական հարաբերությունների վրա։ Աշխարհիկ իշխանության գալու պարագայում այդ հարաբերությունների տրամաբանությունը պարադիգման կարող է փոխվել։ Մենք չգիտենք ովքեր են գալու եւ ինչ ուժեր են ներկայացնելու, ինչ շահեր են տարածաշրջանում ներկայացնելու։ Եղածը մենք ճանաչում ենք, մենք գիտենք։ Բայց այն ինչը որ միջազգային հանրությանը ներկայացվում է կամ իրանական հասարակությանը արտաքին ներարկումների միջոցով գիտակցության մեջ ներարկումների միջոցով փորձում է, նա անհասկանալի է։ Դրա վառ օրինակներից մեկը Ռեզա Փահլավիի որպես անձ, որպես քաղաքական առաջնորդ, եթե փորձենք տեսականորեն, այդպեսին չի, ես մասնագիտորեն ես չեմ տեսնում իր մեջ այդ հատկանիշները, խարիզմատիկ այդ հատկանիշները չկա բացակայում այդ անձնավորության մեջ, ապա նրա շուրջ ձևավորվող մյուս թիմի անդամները ինչպիսին պետք է լինեն։
Եվ այդ անորոշությունը ունի իր հարակից հետևանքները։ Դա կարող է հանգեցնել երկրի պառակտման, անկայունության, իսկ դա կարող է ունենալ այլ բացասական զարգացումներ ու խորքային հետևանքներ նաև մեզ համար։ Ճիշտ նկատեցիք, դա կարող է ունենալ նաև միգրացիոն բացասական հետևանքներ։ Այնուամենայնիվ կարծում եմ մեր հարևան Իրանի ժողովուրդը ունի այդ խոհեմությունը, որ շտապողական քայլերի չգնա, գիտակցաբար մոտենա խնդրին, նաև իշխանությունը գիտակցաբար պատասխանատվությամբ կմոտենա խնդրին եւ անհրաժեշտ քայլեր, գործնական ազդու քայլեր կիրականացնի, որպեսզի խնդիրը չբարթանա, գիտակցելով եւ երկրի ապագայի եւ առհասարակ իրենց հենց իշխանության գոյության տեսանկյունից եւ այն խնդիրները, որ առհասարակ Իրանի ժողովուրդը տարածաշրջանում կամ Իրանի ներսում իր արժեվ դրել է եւ ցանկանում է լուծել, որովհետեւ պատմության ընթացքում գրեթե միշտ Իրանում տեղի ունեցած անկայունությունները մեզ վրա բացասական հետևանքներ են ունեցել, սկսած միջնադարից մինչև այսօր, եւ ամեն բան պետք է անեն, որպեսզի խնդիրը չհասնի դրան։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան։ Խնդրում։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր իրանագետ Նվեր Դավթյանը։ Կհանդիպենք։